Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պետք է պատրաստենք շատ համեղ, ջեռոցում տապակված հավի բուդիկներ կարտոֆիլով, սնկով և սոխով։ Առաջարկում եմ մինչև սկսելը դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանեք մեր էջը, իսկ ես սկսեմ ներկայացնել։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ են հավի ազդրեր, չաման, հավի ցանկացած համեմունք, բուսայուղ, 2 խոշոր կարտոֆիլ, 2 գլուխ սող, աղ ըստ ճաշակի, աղացած սև պղպեղ, սխտոր, չոր կամ թարմ, տարբերություն չկա, կարտոֆիլ, կարտոֆիլի համեմունքներ ըստ ձեր ճաշակի և շամպինյոն, մոտավորապես 10 հատ։ Սոուսի համար անհրաժեշտ է մայոնեզ, սոյայի սոուս, օրեգանո և բուսական յուղ։ Այսքանը բաղադրիչները։ Հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Նախ պատրաստենք սոուսը։ Նախատեսված թասի մեջ լցնում ենք մայոնեզ, վրան ավելացնում ենք սոյայի սոուս և խառնում։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք օրեգանո, բուսական յուղ, կրկին խառնում ենք։ Սոուսը պատրաստ է, ծածկում ենք, դնում ենք մի կողմ։ Հաջորդ քայլը։ Պատրաստում ենք հավի բուդիկները։ Ես կաշին հեռացնում եմ ընդհանրապես։ Այնուհետև դուք կարող եք նկարի ձևով կամ ձեր ցանկացած ձևով մշակել հավի բուդիկները։ Անցնում ենք հաջորդ քայլին։ Բուդիկները ձևավորելուց հետո ջեռոցի թավայի մեջ քիչ ձեթ ենք լցնում, վրան գեղեցիկ շարում ենք բուդիկները, այնուհետև շատ բարակ օղակաձև շերտատում ենք կարտոֆիլը և լցնում բուդիկների վրա և տարածում, ուրեմն ամբողջ բուդիկները պետք է ծածկված լինեն կարտոֆիլի շերտերով։ Դրանից հետո շերտատում ենք օղակաձև սոխը և կրկին լցնում հաջորդ շերտի վրա, ուրեմն կարտոֆիլի վրա, սոխ կարտոֆիլի վրա, կրկին տարածում ենք։ Հաջորդը պետք է շերտատենք սունկը, բայց սունկը շերտատելուց հետո չենք լցնելու սոխի վրա, նախ նրա վրա պետք է լցնենք սոուսը, ուրեմն շերտատում ենք սունկը, վրան լցնում ենք նախօրոք պատրաստած սոուսը, խառնում ենք, որից հետո լցնում ենք սոխի վրա և կրկին ամբողջ տարածքով մեկ տարածում։ Վերջ, հերթականության բոլոր գործողությունները կատարել ենք, մնում է յուղաթղթով ծածկել ջեռոցի թավան, դնել նախօրոք տաքացրած ջեռոցը և պատրաստել, մթխել մինչև պատրաստ լինելը։ Ըստ իմ ջեռոցի տապակել եմ մոտավորապես 45-ից 50 րոպե 240 աստիճան Ցելսիուսով մեջտեղի դարակի վրա, իսկ դուք կողմնորոշվեք ձեր ջեռոցով։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։